Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, մայիսի 28 Եվ ում արդարացրեց, նա փառավորեց։ Հռոմեացիներին 8:30 Իմ հավատացյալ բարեկամ, ինչ թանկագին ճշմարտություն է։ Դու կարող ես լինել աղքատ, կարող ես չարչարվել ու տառապել լինել բոլորին անհայտ, բայց հանուն սեփական բարօրության կրկին մտածիր քո կոչման մասին, դրանից բխող հետևանքների մասին և հատկապես վերոհիշյալ օրհնյալ արդյունքի մասին։ Որքան անկասկած է այն, որ դու այսօր Աստծո զավակ ես, այնքան անկասկած է նաև այն, որ քո բոլոր փորձությունները շուտով կավարտվեն, և դու հարուստ կլինես ունենալով այն ամենը, ինչ հարկավոր է լիակատար երջանկության համար։ Եվս մի փոքր, և քո գլխին կշողափառքի պսակ, իսկ աշխատավոր կոշտուկներով պատված ձեռքերիդ կհայտնվի հաղթանակի արմավենու ճյուղը։ Մի անհանգստացիր խնդիրներիդ համար, այլ ուրախացիր, որ շուտով լինելու ես այնտեղ, որտեղ ոչ սուգ, ոչ աղաղակ և ոչ էլ ցավ է լինելու։ Կրակե կառքերը կանգնած են քո դռան դիմաց և մեկ ակնթարթում քեզ կսլացնեն դեպի փառքը։ Հավիտենական երգն արդեն խնդրում է գալ շուրթերիդ, արդեն բացվել են երկնային դարպասները, և դու առանց որևէ կասկածի կմտնես նրա անհանգստության մեջ։ Եթե նա քեզ կանչել է, ոչինչ քեզ չի բաժանի նրա սիրուց, ոչ մի փորձանք չի քանդի այդ կապը, հալածանքի ոչ մի կրակ չի այրի ոչ մի օղակ, դժոխքի ծանր մուրճը չի կտրի այդ շղթան։ Դու ապահով ես։ Ձայնը, որ կանչել է քեզ, կրկին կկանչի երկնքից դեպի երկինք մահվան սև խավարի դեպի անմահության աննկարագրելի շքեղության։ Վստահ եղիր, նրա սիրտը, ով քեզ արդարացրել է, լի է քո հանդեպ անսահման սիրով։ Դու շուտով փառավորյալ Փրկչի հետ կլինես այնտեղ, որտեղ քո մի մասն է։ Դու այստեղ սպասում ես միայն նրա համար, որ պատրաստվես հավիտենական ժառանգությանդ։ Երբ դա կատարվի, հրեշտակների թևերը քեզ կտանեն դեպի խաղաղության, ուրախության և երանության գագաթը, որտեղ ցավից ու վշտից արդյունքից հեռու Քրիստոսի պայծառ արքայությունում կհանգստանաս քո աշխատանքից հավիտյանս հավիտենից։